Լոր գյուղի ընտրատեղամասում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել։ Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանը, ով նաև ՔՊ-ի աջակից է, լուսանկարում կարող եք տեսնել, պարկը ձեռքին մտել է ընտրատեղամաս եւ քվյախցիկից հավաքել է այն քվյաթերթիկները, որոնք քաղաքացիները թողել են այնտեղ եւ չեն դրել ծրարի մեջ։ Արմինե Անդրանիկյանը հայտարարել է, որ քվյաթերթիկները տեղափոխում է այլ ընտրատեղամաս եւ նրան այս գործընթացում օգնել է իր ամուսինը Դավիթ Մարգարյանը, Սիսիանի կոմունալի պետ ՔՊԱ-կան, ով հանդիսանում է հենց այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը։ Թուղթ ստացած լինել։ Ընտրողներից ավել եք ստացել։ Ոսմեք թուղթը պակաս անդեղ դուրս գալուց ասել։ Չի պակասում իշտերի։ Որ հարց տալիս եք լսեք, որ վստահված։ Ուժեղ Հայաստան դաշ։ Շատ ապրեք։ Որ հարցը տալիս եք, մի հատ լսեք պատասխանը, խնդրում եմ մի րոպե, սպասեք ալո։ Պարոն Սմբատյան, ես պարկերի հետ կապված խնդիրեր արդեն Վահիմյանը խոսել եմ, ասեց հատը կազմակերպել։ Գիտեք չկա, գիտեք։ Մենք քվյաթերթիկների Տեղեկացնեմ զապիսը։ Մենք մտածել ենք, որ կարող է քվյաթերթիկների պակաս ունենանք հեռավոր գյուղերում, որպեսզի չգնանք մեկ էլ ընտրատարածքայինից Գորիսի նստավայրից բերենք քվյաթերթիկները։ Ես հանձնաժողովի անդամներից մեկին խնդրեցի, ասացի նայեք, եթե ջարդված չեն քվյաթերթիկները, որոնք որ լցրել ենք ես չգիտեմ չեք ասել։ Ես հեսա կասեմ։ Լծրած են աղբի մեջ, եթե հնարավոր է նորից վերականգնենք քվյաթերթիկները, մեր մոտ պահենք, որպեսզի այն տեղամասերում, որտեղ որ պակաս կլինի, արագ արձագանքենք, հասցնենք։ Հիմա ես հանձնաժողովի անդամին ասեցի, ինքը ստուգեց, նայեցիք, տեսանք բոլոր քվյաթերթիկները ջարդված վիճակում են, այսինքն հնարավոր չի, որպես քվյաթերթիկ մենք տրամադրենք նորից քաղաքացուն, նույն պարկը տեղափոխում ենք նորից ընտրատարածքայինի Հիմա ես ասեմ, ցանկացած ընտրատեղամասում պիտի լինի ընտրողների քանակով թուղթ եւ ավել։ Ամենակիչ ընտրողների քանակով պիտի լինի, որ ասում եք ամեն ընտրությունը սկսելուց առաջ ամեն տարածքում պիտի պարտադիր ստուգեն, նոր սկսեն։ Ստուգել են։ Դուք ասում եք հնարավոր է պակաս լինի, դες բան չի կարա լինի։ Յուրաքանչյուր մարդուն ամեն կուսակցությունից մի թուղթ են տալիս, չի կարա պակաս լինի։ Ստուգել ենք, մի ասեք չի կարող, մենք բոլորս մարդիկ ենք, աշխատում ենք, տեխնիկական խնդիր կարա լինի, թերի չենք աշխատել, տեխնիկական խնդիր կարա լինի, հիմա եթե հեռավոր մի գյուղում քվյաթերթիկի մի կապը պակաս դրած լինենք մենք այն պարագաների մեջ, որը որ տեղափոխվել է, մինչև տեղափոխվենք Գորիս քաղաքից բերենք հասցնենք, ավելի հարմար է Սիսիանից հասցնենք, քան Գորիսից։ Այդ մասով էր մեր մտահոգությունը, բայց մտահոգությունը պիտի մարդիկ ճղեն եթե բոլորը ճղած լինեն, ինչ է կանելու այդ դեպքում։ Ինչը ճղված լինեն։ Օրինակ հիմա ես ընտրելուց ճղել եմ, բոլորը շփրտել եմ։ Դրա համար եք ստուդիա կա։ Բա ինչի համար ասի, Այսինքն եթե միտեղ պակասավ, տես մնալու է այդ հարցը։ Ինչն է։ Եթե բոլորը վնասված եղավ, իսկ դուք խնդիր ունեցաք քանակի։ Արագ արձագանքման խումբը իրավունք չունի սրան կպնի։ Ով ա ձեզ ասել իրավունք։ Տենց է։ Ես որպես հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամին խնդրեցի դիտարկի։ Եթե բոլորը ճղված պատրված լինեն, ուրիշ տեղ դուք խնդիր ունենաք, ո՞նց եք այդ հարցը լուծելու։ Մենք գիտենք ո՞նց։ Դե ուրեմն սրա հաշվին մի լուծեք ձեր հարցը։ Մենք սրա հաշվին չէինք էլ կարող լուծել։ Արդեն չկարողացանք։ Անիմաստ բան եք անում, պիտի չստուգեք էսի, չի կարելի։ Մինչև ժամը 20:00-ն չի կարող այս ամեն ինչին դուք գտնեք։ Ով ա ձեզ ասել այդ Տենց է։ Ասում եմ ոստիկան չկաչու դες տեղամասից կհանեմ։ Ես դες պարտադրում եմ խոսել շատ ցածր, որպեսզի քաղաքացին չլսի մեր խոսակցությունը։ Լավ։ Վերջ։ Այս պարտը հանձնաժողովի նախագահ սեյֆը փոքր է։ Լավ, այստեղ մի դարում։ Մի պարտ ընտրողից հետո մի կանգեց հետո ինչքան հարմարացնեց Օրեր առաջ հայտնել էի, որ Դավիթ Մարգարյանը, ով նաև ՔՊԱ-կան է, Սիսիանի կոմունալի աշխատակիցներին շուրջ 43 հոգու ընտրատեղամաս տեղափոխել է Լոր գյուղ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկությունը ըստ երևույթին վերահսկելի լինի։ Մեր հրապարակումից անցել է 2 օր, սակայն իրավապահները մատը մատին չեն տվել։